Երեկամյա Տիգրանի պատմությունը դարձյալ շոկի ենթարկեց հայաստանցիներին։ Օրեր շարունակ տասնյակ ծառայողների եւ կամավորների փնտրտուքը ի վերջո ունեցավ ողբերգական վերջաբան։ Նախաքննության վարկածով հոր կողմից սպանված երեխան մեզ հիշեցրեց, որ հանրային կառավարման համակարգում ինչ որ բան այն չէ։ Գուցե հենց այդ ինչ որ բանի հետևանքով է, որ պարբերաբար նման ահասարսուլ իրադարձությունների ականատես ենք դառնում կամ չենք դառնում, որովհետեւ դրանք մնում են մեր աչքից եւ լրահոսից հեռու։ Առաջին հարցը, որը բոլորիս հետաքրքրում է, որն էր սպանության մոտիվը։ Ինչու պետք է հայրը սպաներ 3-ամյա երեխային։ Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով անձը ցուցմունքում նշել է, որ հանցանքը կատարել է ընտանեկան որոշակի իրավիճակների ազդեցությամբ։ Խնդրից գուցե տեղյակ էին ընտանիքի շրջապատը, հարևանները, գուցեև ոչ։ Էլի իրար են ուտում։ Չգիտես, խառնվես, չխառնվես, միջամտես, գուցե վերջում դու վատամարդ դուրս գաս, ուղղակի հաշտվեն մարդիկ եւ ասեն ինչ ես միջամտել մեր անձնական կյանքին։ Ցավոք սրտի սա դասական իրավիճակ է մեր կենցաղում ու իսկապես մարդը չգիտի թե ինչպես իրեն պահի նման դեպքերում։ Նման իրավիճակները կանխելու համար պետությունը ստեղծել է մի քանի ինստիտուտ՝ միասնական սոցիալական ծառայություն, մասպետարանում երեխաների պաշտպանության բաժիններ եւ համայնքային սոցիալական աշխատողներ։ Ինչու այս մարմինները ժամանակին չեն կանխել ընտանիքում հասունացող աղետը։ Վստահաբար հնարավոր էր մինչև այս էլ պարզել, որ մարդկանց մոտ մի բան այն չէ։ Խնդիրը բազմաշերտ է։ Փորձենք այն վերլուծել։ Սկսենք սոցիալական աշխատողներից, ովքեր խոցելի խմբերի պաշտպանության օղակներից են։ Այն աշխատակիցները համակարգի, ովքեր փորձում են երեխային կենսաբանական ծնողներից պաշտպանել կամ վիճող ամուսիններից պաշտպանել, երբ որ ամուսինները վիճում են երեխայի խնամքի հետ կապված, իրենք առնվազն պետք է հերոսանան, որպեսզի կարողանան դա անեն։ Սոցիալական աշխատողները չունեն գործիքակազմ, իրավունքներ, պրոտոկոլներ, թե ասենք որ դեպքում եւ ինչպես կարող են միջամտել համայնքի բնակիչների կյանքին։ Այդ process-ում խոչընդոտների հանդիպելու դեպքում ում կարող են օգնության կանչել։ Ունենք տարբեր պատասխանատուներ եւ հավանաբար այդ տարբեր պատասխանատուները պիտի ունենային իրար հաջորդող գործողությունների շարք, եթե այսպես, ապա այսպես, եթե դա չի աշխատում, ուրեմն հաջորդ քայլը, եթե էս էլ չի աշխատում, անցնում ենք, այ մենք դա չունենք։ Այսինքն մենք ունենք տարբեր պետական կառույցներ, որոնց անելիքը հաճախ համընկնում է, բայց ռիսկային խմբի մարդկանց ուշադրության կենտրոնում պահելու համար այդ կառույցները աշխատանքային ընթացակարգեր եւ ռեսուրսներ չունեն։ Մեր երկրում մենք 5000 բնակիչ ունեցող համայնքին որոշել ենք, որ պիտի լինի մեկ սոցիալական աշխատող։ Եթե մեկ սոցիալական աշխատող ենթադրենք սպասարկում է 5000 հոգի, չգիտեմ, արդյոք նա հնարավոր է ակտիվ դեպք բարի 5000-ի։ Օրինակ, եթե ծափաթաղի երեխայի ընտանիքում կային խնդիրներ կամ ընտանիքի հայրը գտնվում էր անկայուն հոգեբանական վիճակում, ապա դա պետք է ստիպեր տեղի սոցիալական ծառայությանը ճակերտավոր տագնապի կոճակը սեղմել, որին կարձագանքեին նաև մի շարք այլ պետական մարմիններ։ Գյուղում կան բազմաթիվ կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդիկ, այդ թվում հաշմանդամություն ունեցող մարդիկ, այդ թվում սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, առողջապահական խնդիրներ ունեցող մարդիկ, այդ թվում նաև ազատազրկման վայրից վերադարձած անձինք, որոնք եւս կյանքի դժվար իրավիճակում հայտնված են համարվում, եւ այստեղ մի հատ շատ բան է կարեւոր, սոցիալական աշխատողը որտեղից է տեղեկանում այդ մարդկանց մասին։ Օրինակ, համապատասխան ծառայությունների աշխատակիցները հաշվարկում են իրենց վստահված համայնքում այս կամ այն ռիսկային անձի կողմից հնարավոր հանցանքի կատարման հավանականությունը։ Բնականաբար ոչ։ Եթե այս համայնքում ունենք այսքան թվով բնակիչներ, ովքեր ունեն հոգեկան հիվանդություն կամ հոգեկան առողջության խնդիր, ինչ ենք անում դրա հետ։ Ոչ ենք սպասել ինչ-որ մեկին անպայման սպանի։ Հայաստանում չկա որևէ ընթացակարգ, որով ասենք հոգեբուժարանը կամ պոլիկլինիկայի հոգեբուժը կպարտավորվեն սոցիալական աշխատողին փոխանցել իրենց բնակավայրում կամ թաղամասում ապրող ռիսկային պացիենտի վերաբերյալ տեղեկատվություն։ Ենթադրենք սոցիալական աշխատողը գիտի եւ սոցիալական աշխատողը ուզում է ուղղորդում անել։ Մենք ամեն գոնե մեծ քաղաքում քանի հատ հոգեբուժական բրիգադում Երևան քաղաքում ունի մեկ հոգեբուժական բրիգադ։ Ռեսուրսի խնդիր կա նաև հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովում։ Հաջորդ կառույցը, որը ստեղծել է պետությունը, որպեսզի հոգ տանի խոցելի խմբերի ներկայացուցիչների,
երեխաների, անգործունակների, հաշմանդամների, հոգեկան եւ մտավոր խնդիր ունեցողների մասին։ Խնամակալության հոգաբարձության մարմինները բողոքում են, որ իրենք չեն կարող նույնիսկ դատարան հասնելու համար ունենալ ֆինանսական գումար, իրենց ճանապարհը ծախսի, եւ իրենք չեն վարձատրվում հանձնաժողովում իրականացվող գործողությունների համար առանձին։ Եղել են նույնիսկ դեպքեր, երբ որոշում ընդունելու համար նիստ գումարող խնամակալության հանձնաժողովում ընդգրկվել է թեմային որևէ կերպ չտիրապետող համայնքապետարանի հավաքարարը, ուղղակի որպեսզի մասնակիցների անհրաժեշտ թիվն ապահովվի։ Իրանք նույն համայնքի աշխատակիցներն են, որտեղ համայնքի ղեկավարի կարող է օգնականը լինել, նիստերի քարտուղարներ, այսինքն ով մասնագետ չի։ Սոցիալական հատվածի այս մարմիններից հետո գործը հասնում է ոստիկանությանը, որտեղ եւս չնայած վերապատրաստումներին չունեն անհրաժեշտ հմտություններ խոցելի խմբերի հետ աշխատելու համար։ Ծնողը դիմել էր երկար ժամանակ երեխայից չուներ որևէ կոմունիկացիա, եւ մենք ունեինք ուժի մեջ մտած դատական ակտեր, եւ այդ դատական ակտերով պետք է անհապաղ երեխան հանձնվեր ծնողին, իսկ երեխան գտնվում էր տատիկ պապիկի մոտ, իսկ մայրը տվյալ պահի դրությամբ ձերբակալված էր այլ երկրում։ Հենց նման իրավիճակներում են քաղաքացիները հասկանում, որ բյուրոկրատական մեքենան ամենուր աշխատում է միևնույն տրամաբանությամբ, անկախ նրանից, թե ինչպիսի ճկունություն է պահանջում գործը։ Այստեղ մենք առաջին բանը, որ ոստիկանությունից ստացանք, որ երբևէ 10 տարվա պրակտիկայում չէր եղել, ոստիկանությունը դեռևս փորձում է մեզանից ուզել դատական ակտ, որ ծնողը ունի խնամակալության իրավունք եւ ծնողը առհասարակ կարող է ապացուցել, որ ծնողն է հանդիսանում։ Ծնողը չի կարող որևէ մարմին այցելից տանի որևէ դատանի որոշում, որ ինքը ծնողն է կամ ունի այդ իրավունքը։ Վերադառնանք 3-ամյա Տիգրանի ողբերգական դեպքին։ Նրա անմխիթար վիճակում գտնվող քույրն ու եղբայրները փոխադրվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Ինչ կարգավիճակ կստանան նրանց կալանավորված հայրը եւ ազատության մեջ գտնվող մայրը, պարզ չէ։ Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը, երեխաների հետ ծնողների շփման սահմանափակումներ հնարավոր է չկիրառվեն։ Մեր երկրում շատ բարդ է որևէ մի բռնացող ծնողի ծնողական իրավունքների դադարեցումը։ Երեխաները մեզ մոտ են եկել հիվանդանոցից, երբ որ մայրը դանակահարել էր, դատապարտվելու տարիները ավարտվեցին, դուրս եկավ առաջի բանը, որ արեցին, ինքը իր երեխաներին վերցրեց պարզապես, որովհետև դատական ակտը այս մամայի վերաբերյալ չէր պարունակում երեխաների պաշտպանության կազմակերպման որևէ դրույթ։ Փաստն այն է, որ մենք որպես հասարակություն ահռելի գումարներ ենք վստահում կառավարությանը, որպեսզի ստեղծի նմանատիպ ողբերգական դեպքերը կանխող պետական մարմիններ, որոնցից շատերի մասին չենք էլ լսում, քանի որ դրանց հետևանքով մարդ չի մահանում, ուղղակի ճակատագրեր են խեղվում։ Այդ կառույցները, սակայն, ի տխրություն մեզ բոլորիս, առայժմ չափազանց ցածր արդյունավետություն են ցույց տալիս։ Արմեն Աթալյան, Վահրամ Ավոյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։